Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Երևանի ավագան ու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանն է։ Պարոն Խաչատրյան, նախ սկսենք հետքի տեղեկություններից, ըստ որի հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ, խոսքը մասնավորապես վերաբերում է ինչ-որ գնումների գործընթացին, քննչական կոմիտեից չեն մանրամասնում, բայց ասում են, որ քրեական հետապնդման որոշում այն օրներ կայացվել է։ Դուք այս գործի մասով ինչ-որ մանրամասներ կարող եք մեզ ներկայացնել, ինչի մասն է խոսքը եւ արդյոք Տեսեք, գործը գտնվում է իրապահների շրջանակում, այս պահին կատարվում են տարբեր գործողություններ։ Ես չեմ մեկնաբանի այս պահին, որովհետև իրապահ մարմինները տալիս են համապատասխան արդեն պատասխաններ, բայց այս պահին տեղակենք, որ այո, կասեցվել է Վազգեն Հարությունյանի Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի լիազորությունները եւ նա այս պահին չի հանդիսանում տրանսպորտի վարչության պետ եւ այո ունենք քրեական հետապնդման գործընթաց, որը իրապահները կարծում եմ ընթացքում կմեկնաբանեն ավելի մանրամասն։ Այս պահին այսքանը։ Շատ լավ, այս համատեքստում ընդհանուր, երևույթի մասին որպես խոսենք կոռուպցիա եւ այլն, որովհետեւ թե խորհրդանում, թե ավագանում ձեր ընդդիմադիր գործընկերները ձեզ մեղադրում են կոռուպցիայի մեջ, մասնավորապես տարբեր են դիտարկումները, որպես նաեւ մեկ ընդհանուր քաղաքական թիմին են մեղադրում եւ օրինակ նշում են, որ այն թալանը, որը իրականացնում եք դուք այդ թվում եւ Երևանի քաղաքապետարանում իրենց մասշտաբներով, ծավալներով, աներևակայել է, ընդհանուր մինչեւ նախկին իշխանության ներկայացուցիչներ պնդում էին, որ եթե այսպես ասենք իրենք լինեն թալանչին, ապա դա լինելու է երջանիկ զարգացող պետություն, այսինքն ծավալները ձեզ հետ անհամեմատելի են։ Նախ պետք է այս հարցին անդրադառնալ ամենասկզբից, թե ովքեր են խոսում կոռուպցիայի մասին։ Ես սկզբից եմ ուզում գալ եւ հասնել այդ կուլմինացիային։ Կոռուպցիայից խոսում են մարդիկ, որոնց կառավարման ժամանակ կամ որոնց գործընկերների կառավարման ժամանակ Երևանի քաղաքապետարանի պատկանող մանկապարտեզներ, դպրոցներ օտարվել են եւ արդեն դարձել են նրանց համար սեփական տներ կամ բիզնես գործունեության տարբեր վայրեր։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այս պահին ունի տարբեր գործընթացներ եւ քննիչ հանձնաժողով է ստեղծել եւ քննում են բոլոր հարցերը անհատապես եւ դրա մասին մենք անդրադառնանք հետագայում, առաջիկայում։ Իսկ ինչ վերաբերում է այս պահին կոռուպցիային Երևանի քաղաքապետարանում եւ առհասարակ ընդհանրապես կոռուպցիային Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում Երևան քաղաքում այս պահին իրականանում են տարատեսակ լայնածավալ աշխատանքներ, որոնք չեն եղել երբեք Հայաստանի նորանկախ պատմության մեջ։ Երևանում եւ Հայաստանի Հանրապետությունում կառուցվում են բազմաթիվ ճանապարհներ, մանկապարտեզներ, ջրագծեր, փողոցներ, մայթեր, որոնք ուղղակի հսկայածավալ են։ Այս ծավալների մեջ մենք կարող ենք ունենալ տարբեր դրսևորումներ, բայց այստեղ ամենակարևոր հարցը նրանում է կայանում, որ պետությունը գնալու է եւ գնում է այդ մարդկանց ետևից, ովքեր որ փորձում են կոռուպցիոն դրսևորումներ ցուցաբերել տարբեր հարցերում եւ տարբեր մարդկանց ներգրավվածությամբ, բայց մենք այսօր ունենք 3, եթե չեմ սխալվում, տարբեր էլի վարչական շրջաններում, տարբեր բաժիններում քաղաքապետարանի ունենք տարբեր ձերբակալություններ եւ տարբեր քրեական հետապնդումներ, նույն կոռուպցիային վերաբերող։ Այստեղ հարցը կայանում է նրանում, թե մենք ինչպես ենք դիրքավորվում կոռուպցիայի հետ եւ մենք եւ ես բազմիցս թե ավականոնիստերին եւ թե տարբեր զրույցներում եւ թե մասնավոր զրույցներում ես միշտ շեշտել եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար դա անթույլատրելի եղել է, կա եւ կլինի անկախ տվյալ մարդու կուսակցական եւ մարդկային պատկանելիությունից, որովհետեւ մենք չենք կարող ուղղակի ընդունելի դարձնել կոռուպցիան, որովհետեւ դա եղել է այն հիմնական անկյունակար եւ հիմնասյունը հեղափոխության եւ ընդհանրապես հեղափոխական արժեքների եւ ես ինքս մշտապես պայքարել եմ եւ պայքարելու եմ անկախ նրա կուսակցական եւ մարդկային պատկանելիությունից, թե ով է այդ մարդը կոռուպցիայի դեմ։ Մասնավորապես եթե ավականու համատեքստում նայենք, ասում են ձեր կոռուպցիայի դեմ պայքարը կլիներ շատ, այսպես ասենք, հավատներ շնչող, եթե օրինակ ձերբակալվեր կամ կալանավորվեր Երևանի քաղաքապետը։
Ինչի համար։ Դե որովհետև կարծում են այդ քաղաքապետարանի ըստ ընդդիմադիրների կոռուպցիոն բուրգը ղեկավարում է նրա կողմից, օրինակ խորհրդանից միշտ հիշում են Անիֆի գործը, որտեղ Տիգրան Ավինյանի անունն են անդադ տալիս, եթե կոռուպցիայի դեմ պայքարում եք, ինչու՞ չեք գնում նրա։ Տեսեք, Անիֆի հետ կապված ես արձագանքեմ այսպես, որ կա նույնպես քրեական գործ, որը գտնվում է իրապահների տիրույթում, իրապահները վստահաբար կրկին կպատասխանեն արդեն համապատասխան ընթացակարգից ելնելով։ Այսինքն ես այդտեղ որևէ մեկնաբանություն կարիք չեմ տեսնում, որովհետև գտնվում է արդեն իրապահների տիրույթում։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ Երևանի քաղաքապետին եւ Երևանի քաղաքապետարանի մյուս պաշտոնյաներին, նորից եմ կրկնում, այն մարդը, ով որ կլինի կոռուպցիոն գործարքի մեջ կամ կոռուպցիոն սխեմայի մեջ, դա օրենքի առջև պատասխան կտա, ես ձեզ դա ասում եմ պատասխանատու կերպով, անկախ նրա պատկանելիությունից։ Օրես այս վերջերս մասնավորապես երբ որ կներեք, մի բան էլ ասեմ, նոր շարունակենք։ Ինչ եք կարծում, Երևանի քաղաքապետարանի վարչության պետը, առհասարակ X վարչության պետը կամ վարչական շրջանի ղեկավարները, որոնք որ անցել են քրեական գործերով տարբեր, կամ մեծ պաշտոնյաներ, որոնք որ համարվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, դրանք ինչ փոքր պաշտոնյաներ են, որոնք որ անցնում են քրեական գործով, ինչն է այստեղ, այսինքն զարմանալի։ Տրանսպորտի վարչության պետը կամ մի քանի ամիս առաջ կամ 1 տարի առաջ այլ վարչության պետեր անցնում են քրեական տարբեր process-ներով ըստ ընթացակարգերի, որոնց ընթացքում արդեն պարզվում է տվյալ անձը մեղավոր է թե մեղավոր չէ, տվյալ մեղադրանքում։ Այսինքն շատ պարզ է process-ը, ուղղակի ես չեմ հասկանում ընդդիմադիրների այդ տարբեր անհանգիստ շարժումները, թե ինչումն է խնդիրը, ասում են կոռուպցիա, բայց այսօր մենք ունենք շատ տարբեր պաշտոնյաներ, բարձրաստիճան, որոնք գտնվում են բանտերում կամ անցնում են տարբեր քրեական գործերում, այսինքն ինչն է այստեղ խնդիրը, ուզում եմ հասկանամ, որն է, որ քաղաքացիական պայմանագիրը չի պայքարում կոռուպցիայի դեմ, չպայքարենք, ոչ ոք բանտերում չէր լինի։ Ոնց որ ես կառավարման ժամանակ ա եղել։ Մի քանի թեմա հիմա փոխկապակցելով իրար հետ, տեսեք, օրինակ այս վերջից երբ որ անդադ ձյուն եկավ եւ այլն, հա, սովորաբար երբ ինչ ձյունը գալիս է, հալում է, չգիտեմ, մենք տեսնում ենք խնդիրներ, որոնք միանգամից ի հայտ են գալիս, ճանապարհների հետ կապված եւ այլն։ Այդ համատեքստում մի քանի դիտարկումներ տեսա, մասնավորապես ճամփաբաժանների մասով այդ բետոնից տեղադրվում են եւ ամեն գարնարը նորից ներկվում են դրանք, հետո չգիտեմ, ձմեռը անցնում է նորից այդ ներկը թափվում է, նորից են ներկում, ասում էին ոչ միտեղ այս բետոնները չեն ներկում։ Սա ինձ է լավ կոռուպցիա, ինչ եք ներկում ամեն տարի նույն բանը, իմանալով, որ հեսա նորից ձմռանից հետո նորից պիտի ներկեք, ասում են փող եք լվանում, չգիտեմ, կոռուպցիա եք անում, ոչ միտեղ ասում են նման բան չկա, ինչ եք ներկում այդ բետոնները։ Երևանի քաղաքապետարանի շինբարակարգման վարչությունում եւ Երևանի քաղաքապետի եւ ավականու տիրույթում մենք ունեցել ենք տարբեր քննարկումներ, նույն ձեր հարցին անդրադառնալով այդ բետոնե սալերի մասով մենք ցանկություն ունենք առաջիկայում փոփոխել արդեն բետոնայացիաները այլ պլաստմասե արդեն ժամանակակից պատնեշներով, բայց դրա հետ կապված մենք ֆինանսական միջոցներ պետք է հատկացնենք, որը կրկին շատ մեծ գումարի հետ կապված է, իսկ ինչ վերաբերում է փող լվանալուն, ինչպես դուք եք ասում կամ ընդդիմությունն է ասում, դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև ցանկացած մաշված բան այնպես չէ, որ պետք է միանգամից փոխարինել, դա կարելի է վերանորոգել անգամ, հետո այն ժամանակ փոխարինել, երբ որ նախ դրա համար առանձնացված բյուջե կլինի եւ դա չլինի ուղղակի վերականգնել վերանորոգման միջոցով։ Շատ պարզ է այստեղ ամեն ինչ։ Տեսեք, անդադար կարելի է խոսել տարբեր բաների մասին ու տարբեր գործընթացների եւ process-ների մեջ փնտրել կոռուպցիոն ռիսկներ։ Ինչի համար է այդպես, որովհետեւ կա տարատեսակ աշխատանքներ, որոնք կատարվում են այսօր Երևան քաղաքում։ Դրանց ծավալը այնքան մեծ է, նորից եմ կրկնում, որ երբեք չի եղել այդ ծավալի աշխատանքներ ու այդ ծավալի մեջ կարելի է անդադար ասել բաստեղ կոռուպցիա կա, բայց այդ լավ է, որ կարողանում է ընդդիմությունը այդքան բան ասի, որովհետև այդքան գործ է կատարվում, բայց վատ է, որ չի կարողանում դա փաստարկված ասի, որ կա կոռուպցիոն ինչ-որ սխեմաներ, բայց ես մեկ անգամ եւս ասում եմ, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում անընդունելի է եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար եւ շարունակում է լինել։ Ձեզ քննադատություններից են գնում, քննադատում են օրինակ ձյան մաքրման աշխատանքների ոչ գրագետ համակարգման համար, ասում են քաղաքը կոլապսի է ենթարկվում, դուք տեսանյութեր եք նկարվում, թե ինչպես եք ձյուն մաքրում, ինքնագովազդով եք զբաղվում եւ այլն, հա։ Ի վերջո այս ձյունը եկավ, չգիտեմ, խնդիրներ առաջացան, մենք տեսանք, չէ՞, պարոն Արարյանը եւս զեկուցում էր, որ դժվարություններ են ունեցել տեխնիկաները նաեւ մուտք անելու եւ այլն։ Ինչու՞ չի ստացվում, այսպես ասենք,
համակարգված այս հարցին մոտենալ, հա, որ տենց առանձնապես խնդիրներ չլինի նույն փողոցների մաքրման հետ կապված, որքան այո նաև տնտեսվարողները իրենց անելիք ունեն, բայց այդ տնտեսվարողներին հիմա օրինակ եթե Աբովյան փողոցով այսպես իջնենք, կտեսնենք, որ որևէ տնտեսվարողի դիմացը որևէ ձև մաքրված չի, հա, այսինքն ոչ մեկ այդ իր պատասխանատվությունը չի փորձում իրականացնել։ Դրան հետևանք լինում է, չի լինում երևի։ Երևի չէ, իհարկե լինում է հետևանք, որովհետև կա Երևանի ավականու հստակ որոշում, որով տնտեսվարողները պարտավորվում են իրենց արժևի հատվածը մայթի արդեն մաքրել իրենց ուժերով, այդ ավականու որոշումը չկատարելու դեպքում տվյալ տնտեսվարողը կամ տնտեսվարողները տուգանվում են արդեն համապատասխան կերպով։ Դա այդ հարցին ես պատասխանում, այսինքն իրականացում է վարչահարություն։ Իսկ ինչ վերաբերում է ձյան տեղումներին այս տարի, երևի թե գաղտնիք չէ բոլորիս համար, որ այս տարի տեղումները ամբողջ Հայաստանի Հանրապետությունում եղել են շատ ինտենսիվ, նորմայից այո ավել են եղել եւ Երևան քաղաքապետարանը մաքսիմալ կերպով լսված է եղել այս աշխատանքներին, մաքրման աշխատանքներին եւ այո եղել են խնդիրներ բնականաբար, որովհետեւ ձյունը երբ որ գալիս է ձյունը պետք է նստի, նոր պետք է այդ ձյունը մաքրել, այսինքն այդ ձյունը գալիս է օդից կոպիտ ասած ոչ ոք չի կարող այդ ձյունը բռնել եւ եթե մենք այսօր համեմատենք, ախր հետաքրքիր է գիտեք ինչու՞մն է կայանում, որ ընդդիմադիրները ասում են բաներ, որոնք որ ուղղակի ոչ մի նորմերի եւ ոչ մի անգամ ուրբանիստական դրսեւորումների մեջ դա չի տեղավորում։ Ինչի համար, որովհետեւ եթե մենք տեսնենք եվրոպական շատ տարբեր մայրաքաղաքներ եւ քաղաքներում, դա նորմալ process է, բայց պետք է համակարգված լինի տեղի ունենա աշխատանք եւ այդ աշխատանքը ես վստահեցնում եմ եւ մեր քաղաքացիները տեսել են, որ այո կարող է 1 ժամ կամ 2 ժամ ուշ լինելու պատճառը, որովհետեւ նորից եմ կրկնում ինտենսիվ են եղել տեղումները, բայց վստահաբար աշխատանք կատարվում է եւ մենք ինչպես տեսնում ենք արդեն հաղթահարեցինք այս process-ը նույնպես, ճիշտ է, անգամ ջերմաստիճանի բարձրացման մի քիչ պայմաններում, բայց ամեն ինչ հաղթահարելի է։ Պարոն Խաչատրյան, գալով էլի տրանսպորտի հետ կապված, օրինակ ինձ տեսանյութեր էին ուղարկել, եթե դա ձեզ կհետաքրքրի, ես կարող եմ ձեզ փոխանցել, որ տեղումների ժամանակ ավտոբուսները կանգում էին կանգառում, մարդկանց իջեցնում էին մեջից, անիվների տակ քար փայտ էին դնում, ասում էին ամառային անվադողերով ենք, չենք շարունակելու քշել։ Տեսեք, Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի վարչությունում, այսինքն Երևան ավտոբուս ՓԲ-ում մենք տարբեր աշխատանքներ ենք իրականացնում եւ այս հավաքագրումները, որոնք որ մենք ունենում ենք արդեն տրանսպորտի նոր ուղևորներով պայմանավորված, մենք գնումներ ենք իրականացնում թե ավտոբուսի նոր անիվների եւ թե նոր պայստամասերի ձեռբերման համար, իսկ թե ինչ դեպքի մասին է խոսքը, այսինքն մենք չպետք է ունենանք նման խնդիրներ, որովհետեւ մենք կարողանում ենք սպասարկել մեր ողջ տրանսպորտի շարժակազմը։ Եթե ես տեղյակ չեմ, անկեղծ եմ ասում նրան նման դեպքից, եթե կան տեսանյութ կարող եք ուղարկել, փորձենք հասկանալ ինչ է եղել, ինչով է պայմանավորված, բայց վստահաբար չունի Երևանի քաղաքապետարանը սպասարկման որևէ խնդիր։ Դե այնուամենայնիվ կուղարկեմ, որպես հետևական է, գուցե վարորդը չի ցանկացել էլ շարունակել, բան է ասել է, դա էլ է խնդիր, որ մարդկանց իջացնում են մեջից։ Թեև Երևանի քաղաքապետարանից պարզաբանում հնչեց Տիգրան Ավինյանի ասուլիսներից կամ հայտարարություններից մեկի վերաբերյալ, բայց այնուամենայնիվ սա ձեզ քննադատելու, այսպես ասենք, յուղոտ կտորներից մեկն է, թե ինչպես հենց այդպես էլ կձևակերպեմ, Աչափնյակի մետրոյի կայարանը վերածվեց ավտոբուսի։ Ինչ է նշանակում։ Դե պարոն Ավինյանը, եթե կհիշեք, նշեց, որ ավտոբուսներ են ձեռք բերվել, նաև նոր որոշակի այդ գումարներով, երբ որ խոսում էր Աչափնյակի։ Առաջիկայում կրկին էլի ավտոբուսներ են ձեռք բերվել։ Տրոլեյբուսների մասին ասա Երևանի քաղաքապետարանը։ Աչափնյակի մետրոյի հարցը որքան է կապակցված դրանց հետ, հա։ Այսինքն նոր մեկ ավտոբուս, տրոլեյբուս, թե ունենանք մետրոյի։ Սա մի հարց է Աչափնյակի մետրոյի կայարանը, որի մասին կարելի է անվերջ խոսել։ Ինչի համար, որովհետև սա մի նախագիծ է, մի պրոյեկտ է, որը ամենամեծներից է, եթե ոչ ամենամեծը նորանկախ հանրապետության մեջ եւ մենք պետք է այստեղ գործենք շատ զգուշ եւ շատ ուշադիր, որովհետեւ մենք խոչընդոտների չհանդիպելու համար եւ նախագծային հաշվարկները մենք բոլորը արդեն ավարտել ենք, ինչպես տեղյակ եք Աչափնյակի մետրոյի եւ հիմա մենք քննարկում ենք տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների հետ աշխարհահռչակ, որոնք որ ունեն համապատասխան փորձ մետրոյի կայարաններ տարբեր կառուցելու
մեջ եւ մենք պետք է այս հարցում լինենք շատ գրագետ։ Այո, process-ը իրականում դանդաղում է, կհամաձայնեմ ես ձեր հետ եւ մեր քաղաքացիների հետ, բայց մենք պետք է ունենանք ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մետրո, որը մեծ հետագայում խնդիրներ չի առաջացնի եւ ես վստահ եմ, որ մենք կունենանք այդ մետրոն եւ մեր քաղաքացիները հուսով եմ եւ վստահ եմ, որ իրենք են տեսնում այս ծավալի աշխատանքները, որոնք որ կատարվում են Երևանի քաղաքում եւ լիահույս եմ, որ Աջափնյակի մետրոն առաջիկայում նույնպես կունենանք, կրկին արդեն նորից նշեմ միջազգային տարբեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում, որովհետև իրականում պրոյեկտը այո շատ մեծ է։ Իսկ ուրիշ ինչ-որ էլի տենց մասշտաբային նախագծեր սպասվում են մայրաքաղաքի։ Ինչպես տեղյակ եք, մենք սկսել ենք Կասկադի անավարտ հատվածի շինարարությունը, արդեն շինարարը այնտեղ աշխատանքները իրականացնում, Գարնանը արդեն ավելի ինտենսիվ կսկսեն աշխատանքները, արդեն քանի որ օրեր կտաքանան, բայց այս պահին մոտ 2 ամիս է քանդման աշխատանքները իրականացնում տվյալ շինարարը, մեր քաղաքացիները նույնպես տեսած կլինեն այն հատվածում, որտեղ որ անավարտ է Կասկադի այդ շինարարությունը, կան տարբեր քարեր, կան տարբեր իրեր, դրանք հիմա հեռացնում է շինարարը եւ արդեն Գարնանը կմտնի ավելի ինտենսիվ փուլ, ունենք մենք տարբեր էլի մեծածավալ աշխատանքներ, որոնք որ դպրոցների մանկապարտեզների տեսքով են, դա առանձին կտոր է, շատ է խոսվել դրա մասին, ունենք այգիներ տարբեր, որոնք որ բարեկարգվում են, հիմնանորոգվում կամ նորոգվում են, տարբեր էլի մեր քաղաքացիները տեսնում են անգամ իրենց տնից դուրս գալուց արդեն կարելի է նկատել այդ ամենը, որովհետև մենք այսօր 2025 թվականին վերանորոգել ենք 135-ից ավել բակեր, նույնը 2024 թվականին, առաջիկայում 2026-ին ենք ունենալու նույնպես էլի 100-ից ավելի բակեր եւ դրանք այն հատվածներն են Երևան քաղաքի, որոնք որ երևանցին ուղղակի տնից դուրս գալուց արդեն հենց միանգամից նկատում է այդ աշխատանքները, դուք ինքներդ կարող եք նկատել, թե ինչքան ապօրինի շինություններ են, կրպակներ են դուրս գալիս եւ արդեն վերածվում են մայթերի, կանաչ հատվածների, որոնք որ իրականում նկատելի եւ չենք կարող մենք ասել, որ այդպես չէ։ Այդ համատեքստում, այսինքն երբ օրինակ մարդ շենքից դուրս է գալիս, նալից դուրս է գալիս եւ նաեւ ապօրինի կառույցների մասով, ապօրինին ըստ դեպքում գուցե չակերտների մեջ չգիտեմ վերցնենք, ավտոտնակների հարցը ինչ է լինելու, հա, խեղտված բոլոր բակերը, կապ չունի այդ ավտոտնակները ծառայում են իրենց նպատակին, չեն ծառայում, բակային բոլոր տարածքներում ավտոտնակներ են դրված, խաղահրապարակ կառուցելու համար խնդրեմ է լինում, առհասարակ մեքենաների կայանման համար խնդրեմ է լինում, այդ բակը այդ հանրության կողմից օգտագործելու համար խնդրեմ է լինում։ Տեսեք, Երևանի քաղաքապետարանը չունի այդպես խնդիր, այսինքն մենք որտեղ որ ուզում ենք եւ գտնում ենք, որ կարելի է բակ կառուցել, թեկուզ այդ ավտոտնակների ապամոնտաժման դեպքում մենք անում ենք դա, որովհետև մենք ունենք տարբեր հասցեներ եւ տարբեր արդեն նախադեպեր, որոնք որ շենքերի հատվածում կան գարաժների այդ ավտոտնակների կույտերը եւ տարբեր շինությունների կույտեր եւ Երևանի քաղաքապետարանը քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժում է եւ այդտեղ ունենում է շատ գեղեցիկ նախագծեր եւ տարբեր հանգստի գոտիով, խաղահրապարակով, ֆուտբոլի դաշտերով, այսինքն այս հարցում շատ ճկուն է Երևանի քաղաքապետարանը, մենք ունենք մասսաբար ավտոտնակները հեռացնելու ծրագիր, թե ընտրողաբար ըստ անհրաժեշտության։ Տեսեք, ըստ անհրաժեշտության այն դեպքում, երբ որ ունենք մենք բակեր, որոնք որ մեջտեղի հատվածում, հենց բակերի մեջտեղի հատվածում ունեն ավտոտնակներ եւ այդ բակը առհասարակ երբեք չի ունեցել խաղահրապարակ կամ հանգստյան գոտի տարբեր մարդկանց հանգիստը ապահովելու համար։ Մենք առաջնահերթ ապամոնտաժում ենք այդ հատվածների ավտոտնակները, որոնց որ հեռացման դեպքում արդեն հնարավոր է ստեղծել նախագիծ, որը որ կյանքի կոչվի արդեն խաղահրապարակի կամ հանգստյան գոտու տեսքով։ Իսկ ինչ վերաբերում է այն հատվածներին, որոնք որ շենքից հեռու են ավտոտնակները, բայց այդ շենքերը ունեն խաղահրապարակ արդեն, իրենց շենքին ավելի մոտ հատվածներում, այդ հարցին դեռ Երևանի քաղաքապետարանը չի անդրադառնում, որովհետև մեր առաջնային խնդիրը մեր երեխաների, մեր ծնողների, մեր տատիկ-պապիկների համար հանգստյան գոտի եւ խաղահրապարակներ ստեղծելու հարցն է։ Մենք քայլ առ քայլ կգնանք արդեն բոլոր բակերում, որտեղ որ հնարավոր է ունենալ այս ենթակառուցվածքները կամ կառուցվածքները, հետո արդեն կանադառնանք մյուս ավտոտնակների հարցին։ Շատ լավ, եւ բնականաբար խցանումներ, ինչ է լինելու մայրաքաղաքի հետ։ Տեսեք, դուք տեղյակ եք երևի, որ Գարնանը կսկսվի Իսակով Արշակունյանց ճանապարհի մեկնարկը, շինարարությունը արդեն կմեկնարկի եւ մենք այս խցանումներով պայմանավորված քաղաքը բեռնաթափելու մեր
ամենաառաջնային մարտավարությունը եւ ռազմավարությունը դա նոր ճանապարհների, էստակադաների եւ տարբեր թունելների կառուցումն է, որը որ կթեթևացնի ավելի քաղաքի ծանրաբեռնվածությունը, բայց մենք պետք է ընդունենք, որ Երևան քաղաքում արդեն ավտոմեքենաներից ավելը շատ է կազմում քանակը եւ մենք պետք է տարբեր մոտեցումներ ունենանք այս հարցի վերաբերյալ։ Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը պլանավորում է ունենալ խելացի լուսացույցներ, որոնք որ կարգավորեն արդեն երթևեկության ընթացքը, նույն արհեստական բանականությունից ելնելով, այսինքն ինքնաաշխատ կերպով նա կհասկանա խցանումը եւ արդեն ազատ այդ հեռավորությունը եւ արդեն կարգավորվի այդ խելացի լուսացույցների միջոցով։ Մենք կունենանք ինչպես նշեցի նոր ճանապարհներ եւ ամենակարևորը որ կբեռնաթափի քաղաքը էլի շատ զգալի չափով դա նույն Աջափնյակի մետրոն է։ Երբ որ մենք Աջափնյակի մետրոն ունենանք արդեն կառուցված, մենք ունենանք արդեն շատ մեծ քանակի արդեն մեքենաներից քիչ օգտվողների քանակ, որովհետեւ մետրոյով տեղաշարժվելը զգալիորեն ավելի հարմար է մարդկանց համար։ Տրանսպորտային ցանցը ինչքան զարգանա, այնքան մարդիկ ավելի կգերադասեն։ Այսինքն հարմարություն է ստեղծել։ Մի շատ կարևոր բան էլ ասեմ, որ մենք առաջիկայում կառավարության հետ տարբեր քննարկումների արդյունքում պլանավորում ենք ունենալ եւ արդեն ձեռք բերել 250 ավտոբուսներ 18 մետրանոց ավտոբուսների մասին է խոսքը, որը արդեն կամբողջացնի ողջ տրանսպորտային համակարգը, որը որ մենք ի սկզբանե պլանավորել ենք ունենալ եւ ներդնել Երևան քաղաքում, այս ավտոբուսներով պայմանավորված էլի կարծում եմ մենք ունենանք շատ բեռնաթափում, որովհետեւ իրականում եթե մենք համեմատենք եվրոպական շատ քաղաքների հետ, եվրոպական շատ երկրների հետ, կտեսնենք որտեղ որ կան կայացած լիարժեք տրանսպորտային համակարգեր, այնտեղ խցանումները զգալիորեն ավելի քիչ են եւ մարդկանց ավելի հարմար է իրականում ու ընդ որում տարբեր խավերի մարդկանց օգտվել տրանսպորտից, թեկուզ մետրոյից եւ ավտոբուսից, տրոլեյբուսից, քան օգտվել իրենց անձնական մեքենաներով կամ տաքսիներով։ Ավելի արագ է լինում տեղաշարժը եւ ես վստահ եմ, որ մենք ամբողջացնենք այդ տրանսպորտային համակարգը եւ կհասնենք այդ սպասված արդյունքին։ Եվ մի բան, հա, տեսեք, մայրաքաղաքը ունենալու է իր հավելվածը, հա, որ դա Երևանի հավելվածն է, որտեղ բոլոր գործառույթները, բոլոր ֆունկցիաները կլինեն մի հավելվածի մեջ։ Ուզում ես հետևել տրանսպորտին, պիտի ուրիշ հավելված օգտագործես, ուզում ես վճարես, պիտի ուրիշ հավելված օգտագործես, ուզում ես մայրաքաղաքի որևէ խնդիր ես նկատել հայտնել, պիտի ուրիշ հավելված օգտագործես, չգիտեմ, քաղաքապետարանի կամ մայրաքաղաքին կամ քեզ վերաբերող ինչ-որ իրավական կամ հարցերի համար պիտի ուրիշ հավելված օգտագործես, հա, այսինքն ես հեռախոսի մեջ ունեմ 4 հավելված, որը բացառապես վերաբերում է մայրաքաղաքին վերաբերող հարցերի համար։ Ունենալու ենք մի ընդհանուր հավելված, որի մեջ այդ ամեն ինչը կլինի։ Տեսեք, դա նախ պայմանավորված է ոչ թե ավելի շատ միայն Երևանի քաղաքապետարանով, այլ դա սպասարկման ոլորտին է վերաբերում նաև, եւ մենք առաջիկայում նույն տրանսպորտի տոմս գնելու այդ մեխանիզմը, որ պետք է գնել Telcel-ի հավելվածով կամ Telcel-ի այդ տերմինալներով մենք առաջարկում ենք Երևանի ավականու տարբեր անդամներ, նաև քննարկել ենք մենք ավականու նիստում, որ դա լինեն բոլոր համատարած տերմինալներով եւ հավելվածներով։ Ինչի համար, որովհետեւ ձեր նշածի պես մարդկանց ավելի որ ձյունի լինի օգտվելու համար արդեն եւ առաջիկայում կարծում եմ որ պետք է քննարկել նման բան, որովհետեւ արդեն շատանում են տարբեր սպասարկումները, տարբեր վճարումները եւ տարբեր հարկերը, տուրքերը եւ կարելի է այո, ինչու ոչ ունենալ մեկ ընդհանուր հարթակ եւ ամբողջ վճարումների այդ փաթեթը եւ ներդնել այդ համակարգի մեջ, բայց ինչ վերաբերում է Երևանի ընդհանուր ասում եք ծրագիր, մենք ունենք ակտիվ քաղաքացի հարթակը, այստեղ մի քիչ ավելի sense գովազդային մաս անեմ, որովհետև շատ լավ հարթակ է, ակտիվ քաղաքացի հարթակը, մարդիկ կարող են ցանկացած մարդ, ցանկացած երևանցի իրեն հուզող խնդիրը ուղղակի լուսանկարել եւ տեղադրել այդ հարթակում ցանկացած բան, որը որ պատկանում է Երևանի քաղաքապետարանին կամ Երևանի քաղաքապետարանի տիրույթում է եւ հետո արդեն հետեւել այդ աշխատանքի բարեկարգման կամ վերանորոգման ընթացքին եւ վերջում կստանա տվյալ քաղաքացին լուսանկար, որ արդեն խնդիրը կարգավորված է, դա ընդ որում բոլոր տեսակի խնդիրներն է վերաբերում, որը որ քաղաքապետարանի տիրույթում է։ Ես մեր քաղաքացիներին արդից օգտվելով խնդրեմ կոչ անել, կոչ կանեմ, խնդրեմ, որ օգտվեն այս հարթակից,
Հա, իսկապես շատ լավ հարթակ է, ես օգտվում եմ եւ շատ խնդիրների մասին ուղարկել եմ, հետո կապվել են, շատ լավ հարթակ է, բան չունեմ ասելու, մի խնդիր կա այդ հարթակում։ Դու այդ պահին այդ հարթակի միջոցով պիտի լուսանկարես եւ տեղակ ենք այդ խնդրից, հիմա կարգավորման շրջանում է տեղակ ենք։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Զրուցակիցս Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։